Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում զրուցել եմ Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Սերգեյ, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սերգեյ, այս եթերում խոսենք հիմնականում Մերձավոր Արևելքի մասին, թե մասնավորապես ինչ է կատարվում Իրանի շուրջ, գիտենք, եւ նաեւ ինչ չէ նաեւ Սիրիայում ուժերի հարաբերակցության մասին, որը որ նույնպես այս ուղղությամբ նույնպես հետաքրքիր զարգացումներ են ընթանում։ Սկսենք թերևս Իրանից բավականին լարվածությունը մեծանում է, ինչպես գիտենք, Միացյալ Նահանգների հետ։ Դոնալդ Թրամփը անգամ սպառնացել է ռմբակոծությամբ, եթե հարվածներ հասցնելով, եթե Իրանը համաձայնության չկա նոր միջուկային ծրագրի շուրջ, ըստ ձեզ իսկապես կողմերը մոտ են ռազմական էսկալացիայի, թե ոչ։ Անգամ ոնց ասում են, $1 միլիոն հարցը։ Այո, մենք ունենք ինդիկատորներ, որ էսկալացիայի հավանականությունը բարձր է, եւ ունենք ինդիկատորներ, որոնք խոսում են դրա մասին, որ դժվար թե Միացյալ Նահանգները մոտակա շաբաթներում գնան էսկալացիայի։ Ուրեմն առաջի խմբի ինդիկատորները կամ ոնց ասում են մարկերները։ Առաջինը, դե որ բոլորս գիտենք, ավիակիրը Հնդկական օվկիանոս։ Այո, որը գնում է դեպի Մերձավոր Արևելք, որը 50-ից 70 տարբեր կործանիչներ կլինեն այդտեղ, որը ԱՄՆ-ի օտային ուժը բավականի մեծացնում են տարածաշրջանը, որովհետև այն օտային ուժը, որը Միացյալ Նահանգները ունեն Մերձավոր Արևելքում եւ պլյուս Իսրայելի ունակությունները բավականի չեն, որպեսզի հասնեն այդ նպատակներին Իրանի ուղղությամբ։ Երկրորդ հիմնական ինդիկատորը Կուրիլայի այցերը դեպի Իսրայել, Ցենտկոմի ԱՄՆ-ի Ցենտկոմի ղեկավարը եւ հանդիպումները Գենշտաբի եւ ՊՆ-ի հետ։ Իրանք խոսում են դրա մասին, որ ոչ Իսրայելի Գազայում օպերացիաների մասին կամ Լիբանանում կամ Սիրիայում, այլ ավելի լայն հարցերի շուրջ են քննարկումները գնում։ Երրորդ հիմնական ինդիկատորը փաստացի այդ ռետորիկական մակարդակով ուլտիմատիվ մոտեցումը Միացյալ Նահանգների կողմից, կամ դու գնում եք ուղիղ բանակցությունների եւ ընտրում եք մեր պահանջները, կամ մենք կիրառում ենք այս գործոնը։ Եվ մյուս կողմից մարկերները։ Առաջինը, որpիսի Միացյալ Նահանգները դիմեն այդ քայլի, իրանք պիտի ունենան առնվազն տարածաշրջանային մասամբ լեգիտիմություն։ Դուք արաբական երկրները Մերձավոր Արևելքում պիտի ինչ որ մի ձև ունենան չեզոք դիրքորոշում կամ առնվազն առավել եւս աջակցեն այս օրակարգին։ Իսկ մենք տեսնում ենք, որ Հորդանանը եւ այլ երկրները պատրաստ չեն։ Եվ դա արդեն պաշտոնական հայտարարությունները կան, որովհետեւ բոլոր հասկանում են, որ հիմնական թիրախը պատասխան Իրանի կողմից կլինի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Այսինքն կխփեն իրանցիները որպես պատասխան գործողություն իրենց տարածքում։ Այո, դա համար 1 թիրախը կլինի Իրանի համար, որովհետեւ այն դեպքում եթե Իրանը որոշի պատասխանի միայն Միացյալ Նահանգներին, չգիտեմ, այս ավիակիրներն եւ այլն, սա կավելացնի էսկալացիայի մակարդակը։ Իսկ եթե իրանք օգտագործում են արաբական երկրների տարածքը, ամերիկյան բազաները, այո, իրանք կլինեն համար 1 թիրախները։ Իսկ արաբական երկրները պատրաստ չեն այսօր։ Երկրորդ ինդիկատորը Իսրայելը բավականի խոր հիմա ներգրաված է Գազայում եւ Սիրիայում եւ մեկնարկել է նոր փաստացի համակային օպերացիա։ Այո, այս մեկ միջանցքից Ֆիլադելֆիա միջանցքից Իսրայելը պայմանավորվել են, որ դուրս կգա, բայց հիմա Իսրայելը փաստացի նոր միջանցք է ստեղծում, որը վերցնում է կոնտրոլի տակ Գազայի եւ Եգիպտոսի միջև եւ բավականից համակային ուժը այնտեղ ներգրաված կլինի։ Եվ Սիրիայի ուղղությամբ հիմա օտային ուժը Իսրայելի ուղղակի ներգրաված ավելի ակտիվ այս վերջի շաբաթների ընթացքում Սիրիայի տարածքում։ Եվ դժվար ասել, թե ինչ կանով ունակություն կլինի Իսրայելի կողմից, որպեսզի հարվածել Իրանին, որովհետև օրինակ բերեմ, 1 տարվա կտրվածքով ԱՄՆ-ն մատակարարել է Իսրայելին ավելին քան 14000 հատ MK-84 ավիառումբեր են 900 կիլոնոց ռումբերը, որը Իսրայելը կիրառում էր Գազայում, հետո Լիբանանում։ Եվ այդ քանակի ռումբեր միաժամանակ իրանք պիտի կիրառեն։ Օրինակ Նասրալայի բունկերը, երբ որ ոչնչացնում են, կիրառեցին առնվազն 16 հատ իրար ետևը, բայց այն ռազմական ենթակառուցվածքը միջուկային, որը Իրանը ստեղծվել է, իրանք գտնվում են շատ խորը գետնի տակ, այո, կամ ժայռերում։
եւ այդ 16 հատ ռումբը իրանք ոչ մի բան չեն փոխելու։ Հետևաբար անդադար հարվածներ պիտի լինեն մեկտեղ այս ռումբերով, որպեսզի իրանք կարողանան մեկ ենթակառուցվածքը ոչնչացնել։ Այսինքն նկատի ունեք կներեք չի կարող միաժամանակ համ հայացք ուղղել Գազայի վրա կամ Սիրիա եւ նաեւ Իրանի վրա Իսրայելը։ Այո, մենք ունենք այդ օրինակները, թե ինչպես Իսրայելը մենեջերանում իր էսկալացիայի մակարդակը։ Օրինակ ցամաքային ուղղակի ներգրաված Գազայում այնտեղ հիմնական հարցերը լուծեցին, հետո նոր անցան Լիբանան, հետո նոր օրինակ զուգահեռ հարվածում են Սիրիային։ Չեն կարող զուգահեռ 2-3 հատ ճակատ պահել։ Ոնց օրինակ Ադրբեջանն էր անում իդեպ։ Եթե մենք տեսնենք 20 թվից մինչև 23 թվի էսկալացիաները, մենք տեսնենք, որ Ադրբեջանը բավականին ունակություն չուներ ճնշել համ Արցախը, համ Հայաստանը։ Այդ հերթով էր անում։ Այսեք այստեղ մեկ հարց էլ հանգամանքիլ կա, խոսքը նամակի փոխանակության մասին է, որ Իրանն ու Միացյալ Նահանգները փոխանակում են եւ այդ ֆոնին այդ լարվածությունը, այդ հռետորաբանությունը հնարավոր է, որ այս նամակի ինչ որ հարցեր լուծի եւ այս ագրեսիվ հռետորաբանությունը մասնապես Միացյալ Նահանգներից եւ նաեւ պատասխան որպես պատասխան Իրանից, սա նպատակ ունի ստուգելու մեկը մյուսի կարմիր գծերը բանակցային բովանդակությունը։ Այո, անշուշտ։ Մենք ունենք փաստացի անուղակի բանակցություններ եւ ոչ մի կողմը դեռ չի հրաժարվել դրանից։ Միացյալ Նահանգները ուզում են տետ-ա-տետ բանակցություն ունենան, Իրանը դեմ է, մինչեւ Միացյալ Նահանգները որտեգրում են մաքսիմալ ճնշում մոտեցումը։ Հենց ԱՄՆ հրաժարվեն այդ մոտեցմանը, Իրանը պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի այս ֆորմատը տետ-ա-տետ բանակցության։ Եվ սա կարևոր հենց ինդիկատորներից է, որ Միացյալ Նահանգները ունեն երկու գործոն, համ դիվանագիտական բանակցություն, համ ցույց են տալիս, որ պատրաստ են իրար ռազմական, բայց կա մեծ տարբերություն։ Նույն մոտեցումը Տրամպը իր առաջի կադենցիայի ժամանակ կիրառում էր Հյուսիսային Կորեայի դեմ։ Ինքը մասամբ աշխատեց, հիշում ենք ոնց հանդիպում տեղ ունեցավ եւ այլն, բայց այդտեղ կա շատ մի հատ կարևոր հարգանք։ Հյուսիսային Կորեան արտերկրում վաղ ուներ միջուկային զենք։ Հետևաբար այդ մակարդակի էսկալացիան ԱՄՆ-ն չէին կարող իրենց թույլ տային։ Իսկ Իրանի դեպքում այդ հավանականությունը ավելի բարձր է, բայց ես չեմ մտածում, որ հիմա կարճաժամկետ մեկ շաբաթ, երկու շաբաթ ընթացքում որոշում կայացնի լայնածավալ մասշտաբային հարձակում, որովհետև էսկալացիան կարող լինի երկու ձև։ Կամ ֆորմալ փորձեն ինչ որ խնդիր լուծեն լոկալ, ոնց հուսիտներին օրինակ թիրախավորում, բայց այդ հարցը դեռ չեն փակել։ Որովհետև այդ հարցը փակեն չակերտներով։ Պիտի լայնածավալ անդադար շաբաթներով ռմբակոծումներ լինեն։ Եվ Տրամպը չի խառնելու Իրանը Իրաքի հետ, չէ՞, ոնց Միացյալ Նահանգների ղեկավարը արել էր։ Իսկ բավականին պատրաստական sense աշխատանք, որպեսզի մի քանի շաբաթ sense պատերազմ լինի, չկա։ Լոկալ ինչ որ էսկալացիան, այո, իր հավանականությունը շատ բարձր է։ Եվ հարակից մեկ հարց, Դոնալդ Թրամփը կոչ անում, որ Իրանը կոնսենսուսի կա եւ համաձայնի Ամերիկայի պահանջին նոր միջուկային ծրագրի շուրջ։ Այդ ինչ է սա նշանակում, Իրանը Միացյալ Նահանգները ինչ են ցանկանում Իրանից ստանալ, որովհետեւ սրա մասին շատ փակագծեր չի բացում, շատ մանրամասներ չի խոսում։ Ի վերջո Վաշինգտոնի ուզած այսպես այս համատեքստում ի՞նչն է։ Ու այն է, որովհետեւ պատասխանենք այս հարցը, մենք պետք է նայենք, թե ինչ առաջարկում Իսրայելը, որովհետեւ by default Միացյալ Նահանգները JCPOA-ի հետ իրանք օքեյ են, բայց իրանք հիմա էլ չեն վերադառնա նույն ֆորմատի պայմանագրին։ Հիմա Իսրայելը ինչ է ուզում, Իսրայելի օրակարգը երկու հատ է, առաջինը ընդհանրապես ապամոնտաժել իրանց միջուկային ծրագիրը եւ ապամոնտաժել հրթիռային ծրագիրը, որովհետեւ միջև եթե կա նույնիսկ միջուկային զենք եւ չկա հրթիռ, անիմաստ է, որովհետեւ չես կարող կիրառել այդ ռումբը։ Եվ այս կոնտեքստում իրանք կարող են առաջարկել նվազեցնեն այս enrichment-ի մակարդակը, մինչև, չգիտեմ, 20% թե ավելի քիչ, որպեսզի ստանան հավելյալ երաշխիքներ։ Եվ սա մեկ, երկրորդը ստանան հնարավորություն մոնիտորինգ անել անդադար բոլոր իրանց միջուկային յետակառուցվածքը։ Այդ ինչ որ քննարկում է Իսրայելում, բայց ուղղակի դեռ չեն քննարկում Միացյալ Նահանգներում։ Ինչու եմ դա ասում, որովհետև հիմնականում այս օրակարգը առաջ է մղվում Իսրայելի կողմից, որովհետև ես չեմ տեսնում, որ նույնիսկ այսօրվա Տրամպի աշխատակազմը շահագրգռված լիներ լայնածավալ պատերազմ մեկնարկել Իրանի դեմ։ Դա հիմնական Իսրայելի օրակարգն է։ Այսինքն կարծում եմ, որ Դոնալդ Թրամփի խոսիքը պայմանավորված է Իսրայելի օրակարգով։ Մեծ հաշվով այո, մեծ հաշվով այո։ Բայց որովհետև ասում են, որ ինչքան էլ որ մոտիկ են, բայց այս վարչակազմի վրա Իսրայելը այդ ազդեցությունը չունի։
Իսրայելը ունի ազդեցություն եւ գուցե ոչ այն ձևաչափով ինչպես կար առաջի Տրամփի կադենցիային, բայց այո, անշուշտ մենք տեսնում ենք, թե ինչպես իրանք ազդում են եւ ինչպես իրանք, ասած ասեմ, օրակարգը փաստացի ընդունվում է։ Իրանի դեպքում ավելի դժվար է, որտեղ ինքը ավելի գլոբալ հարց է, ոչ տարածաշրջանային, եւ ուղղակի կարող է հարվածել Միացյալ Նահանգների շահերին։ Բայց այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները ասում են, մենք պլանավորում ենք մերձավոր արևելքից դուրս գալ եւ այլն, դա կարող է համընկնել օրակարգի հետ, որովհետեւ իրանք պիտի ռազմաբազաներին անվտանգություն ապահովեն, առաջին հերթին էվակուացնեն իրանց, հետո նոր մեկնարկեն օպերացիա։ Սերգեյ, հաջորդ 1 միլիոնանոց հարցը կախված է Սիրիայում, մանավանդ նրա հետ, որ շատ է խոսում այն մասին, որ Թուրքիայի եւ Իսրայելի շահերը հակասում են եւ նրանք հակամարտության եզրին են եւ այսքան կոնֆլիկտը մոտենում է եւ լարվածությունը աճում է։ Ինչ է կարծում այս հարցում, որովհետեւ ստացվում է, որ Ասադի անկումից հետո, որ Թուրքիան ստացել է մեծ ազդեցություն, Սիրիան, ներողություն, Իսրայելը չի համակերպվում դրա հետ եւ փորձում է կարծեք թե անկայունությունը ավելի շատ պահպանել։ Իսրայելը եւ Թուրքիայի շահերը Սիրիայում իրանք համընկնում են վերջի 10 տարիների ընթացքում։ Տապալել Բաշար Ասադի ռեժիմը եւ դուրս մղել Իրանին։ Այս պրինցիպիալ սկզբունքորեն իրանք համաձայն են այս օրակարգի շուրջ։ Եվ ամեն մեկը իրենց ձևով փորձում էր գործել եւ աջակցել այս օրակարգին։ Այսօր պլանները խառնվել են։ Խնդիրը նա է, որ ոնց որ մի քայլ առաջ ոչ մեկ չնայեց։ Առաջին հերթին խոսում եմ Իսրայելի մասին։ Որովհետեւ հիմա Իսրայելում այս նագելի կոմիսիան, որը կար, որը ստեղծվել էր 24 թվին, որպեսզի տրամադրեր որոշում կայացնողներին, ինչպես ռազմական բյուջեն պիտի փոխվի, ինչ նոր սպառազինություն պիտի գնեն եւ այլն, նաեւ եկավ այն եզրակացության, որ Իսրայելի համար հիմնական սպառնալիքը անվտանգության ոլորտում կլինի Թուրքիան։ Հիմա այս ուղղությամբ Իսրայելը ակտիվորեն քայլեր է ձեռնարկում։ Քայլ համար 1՝ ստեղծել այսպես կոչված բուֆերային զոնա հարավում, ինչը նշանակում օկուպացնել նոր տարածքներ Սիրիայում, Դարա, Սուվեյդա, Կունեյտրայի այս ուղղությամբ։ Երկրորդ քայլը, այն ինչ որ Իսրայելը արեց, երբ որ ահաբեկիչները եկան իշխանության, այսպես կոչված դեմիլիտարիզացնեն ընդանուր Սիրիան, առանց որևէ հայտարարություն։ Եւ հիմնական թիրախը դեմիլիտարիզացիայի մենք տեսնում ենք Հոմսում էր եւ T4 Տիաս ռազմաբազան, որը ակտիվորեն կիրառում էր Իրանի կողմից եւ հայտնի Վագների կողմից։ Հիմա հարվածում են այդ ավիաբազան։ Այո, այս վերջի շաբաթվա ընթացքում իրանք աշխատում են նրան, որպեսզի ոչնչացնեն այդ ենթակառուցվածքը, որպեսզի Թուրքիան չկարողանա այնտեղ ունենա մշտական ներկայություն, որովհետեւ արդեն կան Թուրքիայում քննարկումներ, որ պիտի այնտեղ տեղակայվեն թուրքական զենիտահրթիռային համակարգը Հիզարը, որը կկարողանա ինչ-որ մի ձև նվազեցնի Իսրայելի sense բաց հնարավորությունները 24/7 խփեն այն Սիրիայի տարածքում, որտեղ ուզում են։ Եթե այդ տեղի ունենա, եւ օրինակ կարող են բերեն էլի Թուրքիայում քննարկումներ կան, S400 ռուսական հոբ համակարգը, որտեղ Թուրքիան սահմանափակված չի, կարող է նկատեմ պայմանագրով Ռուսաստանին սահմանափակված չի։ Եվ այո, դա արդեն Իսրայելի համար խնդիրներ կստեղծի։ Հետևաբար, մինչև այդ քայլին չեն հասել, Թուրքիան փորձում է, Իսրայելը ավելի ճիշտ փորձում է զրոյացնել բոլոր հնարավորությունները գետնի վրա։ Եվ դա կարող է անուղղակի բերի արդեն Թուրքիա-Իսրայել բախման Սիրիայի միջոցով, ոնց դա օրինակ տեղի ունի վերջի տարիների ընթացքում, բայց առանց ուղղակի Թուրքիայի ներգրավման։ Բայց ներողություն, այդ դեպքում պրոքսիների միջոցով կպայքարեն, թե հենց ուղղակի իմաստով։ Ես դժվար եմ պատկերացնում ուղիղ հարվածներ, տեսեք, Իսրայելի Թուրքիայի միջև սահմանը մոտավորապես 600 կիլոմետր։ Պատկերացնել, որ թուրքական բանակը Սիրիայի տարածքից սկսվի հարձակվել Իսրայելին, ես դժվարում եմ պատկերացնել, որովհետև բավականի ունակություն դեր գետնի վրա Թուրքիան չունի։ Հիմա իրանք ստեղծում են այդ ռազմական ենթակառուցվածքը։ Բավականի հնարավորություն, որպեսզի պատասխանել Իսրայելի հարվածներին, սիրիական բանակը, որը իդեպ դեր չի ձևավորվել, էլի չկա։ Հետևաբար, այո, Իսրայելը դեր ունի sense մեծ հնարավորությունների պատուհան, որը կկիրառի։ Այսպես Թուրքիան շանս ունի կամ հնարավորություն ունի այդ T4 կոչված ռազմաբազան իրանք ունեն եւ այդ T4-ը իրանց համար կարևոր, որովհետեւ ինքը գտնվում է Սիրիայի կենտրոնում եւ կարող է դիրապետել ընդանուր տարածաշրջանը։ Եվ այդ կոմունիկացիաները կան, նկատի ունեմ դժվար թե Իսրայելը հարվածի թուրքական զինվորներին, որոնք կբերեն օրինակ այս
զինտահրթիռային համակարգ։ Սա վերջը կհամակերպվի իրավիճակին։ Այո, բայց մինչև այդ կետին չեն հասել, Իսրայելը փորձում է առավելագույնը ստանալ այս իրավիճակից, որը կա։ Որտեւ իսրայելական մամուլում էլ գրված էր հղում անելով անանուն աղբյուրներին, որ եթե դա այդ ավիաբազան հիմնվի, ապա լրջորեն կսահմանափակի Իսրայելի հնարավորությունները։ Այո, եւ ոչ միայն այդ ռազմաբազան, օրինակ Լիբանանից հյուսիս-արևելք այնտեղ էլ մի քանի հատ ռազմաբազա կա, որը Թուրքիան ուզում է ստանալ, հիմնականում որպեսզի ընդանուր վերահսկողության տակ վերցնի արևելյան մասը միջգրական ծովի։ Եվ այո, դա հիմնական էլի խնդիր է Իսրայելի համար։ Եվ Իսրայելը էլ եմ ասում, իրանք որով է կարմիր գիծ Սիրիայի ուղղությամբ չունեն, եւ դա իրանք ցույց տվեցին այս վերջի 10 տարիների ընթացքում։ Եվ իրանք այդ օրակարգով ունեն նույնիսկ ԱՄՆ-ի աջակցությունը։ Եվ Իսրայելը փորձում է կիրառել տարբեր միջոցներ։ Օրինակ, դա մինչև այդ Ռուսաստանի ներկայությունը սահմանափակում էր, ինչ որ մի ձև Իսրայելի ակտիվությունը։ Հիմա Իսրայելը շահագրգռված է, որ Ռուսաստանը մնա, որ լինի ինչ որ մեկ ակտոր, որը կկարողանա ինչ որ մի ձև թուրքերին բալանսավորի Սիրիայում։ Եվ ամեն միջոցը Իսրայելը կկիրառի այս ուղղությամբ։ Շատ լավ, եւ վերջում նաեւ կուզեի անդրադառնալ հետեւել հարցին, որը նույն իսրայելական մամուլում եւ առասարակ միջազգային որոշ բաներում արծարծում է, խոսքը Ադրբեջանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հնարավոր ինչ որ մերձեցումներ եւ նշում են, որ սրա ջատագովը Իսրայելն է եւ դե բնականաբար Ադրբեջանի պես այստեղ շահեր ունի, այ որքանով է այս ֆորմատը իրատեսական համարում Սերգեյ։ Ես դեր կարճաժամկետ դեր իրատեսական չեմ համարում եւ ես համաձայն չեմ դրա հետ, որ սա Իսրայելի օրակարգն է։ Սա առաջի հերթին Ադրբեջանի օրակարգն է եւ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից ջանքեր այս ուղղությամբ։ Հիկմետ Հաջիևի այցերը Իսրայել, Ալիևի հանդիպումները այպակի հետ եւ նախկին այպակի ղեկավարի հետ։ Ադրբեջանը ավելի շահագրգռված քան Իսրայելը։ Իսրայելը այն ինչ որ ինքը ուզում է ադրբեջանց արդեն ստանում է։ Հետախուզական ներկայությունը Իրանի սահմանում կա, Մոսադը շատ ակտիվ աշխատում է Բաքվում, բարձրացնել դա ինչ որ դիվանագիտական մակարդակի, ես չեմ տեսնում այտենց առաջնահերթություն Իսրայելի արտաքին քաղաքականության օրակարգում, բայց այո, իրանք պատրաստ են այս ձևաչափին ցույց տալով ինչն է կարևոր Իսրայելի համար, ցույց տալ, որ խնդիրը գտնվում է Իրանում, այլ ոչ թե Իսրայելում, որ մենք Իսրայելը շատ լավ հարաբերություններ ունենք շիա ժողովրդի հետ, Ադրբեջանի հետ, հետեւաբար մեր խնդիրը շիիզմի կամ շիաների դեմ է։ Այդ ինչ որ Իրանի ռեժիմի հետ խնդիրն է։ Բայց այդտեղ պիտի հասկանանք, թե որոնք են ԱՄՆ-ի շահերը։ Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն որտեգրում են մոտեցումը, որ Հարավային Կովկասը շատ մեծ նշանակություն չունի, եւ եթե իրանք չեն գնում բախման ճանապարհով Իրանի դեմ, հետեւաբար Ադրբեջանի գործոնը որպես հիմնական միջոց, որը կարող են օգտագործել Իրանի դեմ, իր ակտուալությունը նվազում է։ Եվ դժվար թե ինչ որ հետաքրքիր լինի դա Միացյալ Նահանգներին, բայց անշուշտ Ադրբեջանը կշարունակի այս ուղղությամբ աշխատանքը, որպեսզի 907-րդ բանաձևը չեղարկեն, որ ամեն ինչ ուղղված է մեր դեմ, այլ ոչ թե Յոկուտ Իրանին, Յոկուտ Ադրբեջանին կամ դեմ Իրանին։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։